քաղաքական, թե հասարակական շրջանակներում մեր երկու երկրների և բարեկամ ժողովուրդների միջև։ Շատ հաճախ մեր ուշադրության կենտրոնում են հայտնվում հեռավոր տարածաշրջանների երկրները։ Սա բոլորիս համար գաղտնիք չէ, սակայն հաճախ բավարար ուշադրություն կամ կարևորություն չենք տալիս մեր անմիջական հարևաններին։ Սա վստահաբար բացվողում է, որը պետք է հաղթահարենք համատեղ աշխատանքով և համատեղ ուժերով։ Համաժողովի այս ձևաչափը հենց կոչված է լրացնելու այդ բացը, խորացնելով մեր համագործակցությունը և փոխադարձ ճանաչողությունը։ Չենք կարող չնշել, որ հաճախ մեր փորձագիտական ու ակադեմիական համայնքները, իսկ երբեմն նաև հասարակությունները բավարար չափով տեղեկացված չեն միմյանց մասին։ Սա այն խնդիրներից է, որի ուղղությամբ շատ անելիքներ ունենք։ Համաժողովն իր հարթակով նպաստում է այնպիսի բաց և անկեղծ քննարկումների, որոնք հնարավորություն են տալիս թողությամբ անդրադառնալ մեր երկու երկրներին հուզող հարցերին և խնդիրներին։ Պատահական չէ, որ երեք ընթրիքի ընթացքում մեր գործընկերները հարցնում էին արդյոք միայն Հայաստանից են լինելու և Վրաստանից մասնակիցները, և նշեցի այո, պատասխանը եղավ, որ շատ ավելի լավ, շատ ավելի անկեղծ խոսենք, այնպես որ պետք է ապահովենք այս անկեղծությունը։ Հայաստանն ու Վրաստանը հարևաններ են, որոնց միավորում են հազարամյակների պատմություն ունեցող արմատներ, մշակույթ, արժեքներ և բարեկամական կապեր։ Այս պատմական ժառանգությունն այսօր հուսալի հիմք է մեր հարաբերությունների զարգացման համար։ Վերջին տարիներին մեր համագործակցությունը հասել է նոր ռազմավարական մակարդակի, որի վառ ապացույցն է 2024 թվականին ստորագրված ռազմավարական գործունեության հռչակագիրը։ Այս փաստաթուղթը կարևոր երաշխիք է մեր ժողովուրդների փոխվստահության և արգանքի համար։ Հայաստան-Վրաստան ռազմավարական գործունեության հիմքում շարունակական քաղաքական երկխոսությունն է, տարածաշրջանային կայունությանն ու համատեղ զարգացմանը նվիրվածությունը։ Մեր համատեղ օրակարգի առանցքային ուղղությունը տնտեսական կապերի ամրապնդումն է նաև։ Առևտրի, տրանսպորտի, էներգետիկայի և տուրիզմի ոլորտներում նոր ծրագրերի իրականացումը մեր երկրների համար ստեղծում է զարգացման նոր հնարավորություններ, հենվելով աշխարհագրական հարևանության և փոխլրացման ներուժի վրա։ Մեր գլխավոր նպատակը խաղաղ և զարգացող հարավային Կովկասն է։ Հայաստանը էական ջանքեր է գործադրում հավասարակշռված և կայուն հարաբերություններ կառուցելու իր բոլոր հարևանների՝ Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի հետ, հիմնվելով ինքնիշխանության և իրավահավասարության սկզբունքների վրա։ Հայաստանն ու Ադրբեջանը վերջերս ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման բանակցությունները և այժմ ընթանում են սահմանազատման ու տարածաշրջանային կապուղիների բացման շուրջ քննարկումներն ու շփումները։ Նշանակալի առաջընթաց կա նաև Հայաստանի ու Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու ուղղությամբ։ Ինչպես արդեն հաստատվել է, մի քանի օրից Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա, և սա կրկին նշանակալի իրադարձություն է տարածաշրջանային համատեքստում։ Տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը մեր համագործակցության առանցքն են։ Հայաստանի կառավարության առաջ քաշած խաղաղության խաչմերուկ նախաձեռնությունն իրապես համահունչ է Վրաստանին որպես տարածաշրջանային տրանսպորտային հանգույցի տեսլականի։ Նպատակն է Կովկասն ու հարևան տարածաշրջանները կապել ժամանակակից ենթակառուցվածքներով և կապերով, ինչն էլ կբացի նոր հնարավորություններ մեր երկրների համար։ Հայաստանը հետևողականորեն վարում է հավասարակշռված և բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որը հնարավորություն է տալիս ամրապնդել գործընկերությունը թե Արևմուտքի, թե հարևան երկրների և թե տարածաշրջանային կառույցների, մասնավորապես ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի հետ։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս դառնալ կամուրջ տարբեր աշխարհագրական ու տնտեսական կենտրոնների միջև։ Մեր երկրները հսկայական ներուժ ունեն դառնալու կամուրջ ԵԱՏՄ և Եվրոպական միության շուկաների միջև։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, Վրաստանը ԵՄ թեկնածու երկիր, և սրանով հանդերձ կարող են համատեղ նախագծերով և